Երբ լսում ենք արհեստական բանականություն, շատերին թվում է խոսքը ինչ-որ կախարդական բան է, ինչպես ֆիլմերում, բայց իրականում դա համակարգ է, որը սովորում է փորձից ճիշտ, ինչպես մարդը։ Արհեստական բանականությունը կամ AI-ը սովորում է տվյալներից։ Օրինակ, եթե այն տեսնում է հազարավոր շների ու կատուների նկարներ, ժամանակի ընթացքում սովորում է տարբերել, որն է շունը, որն է կատուն։ Այսօր AI-ը արդեն մեր առօրյայում է։ Երբ գրում ես հաղորդագրություն, այն կանխատեսում է հաջորդ բառը։ Երբ ասում ես «Hey Google» կամ «Siri», այն հասկանում է քո ձայնը։ Երբ լուսանկարներ ես որոնում, այն ճանաչում է դեմքերը։ Բայց AI-ն միայն դա չէ։ Այն օգնում է բժիշկներին արագ գտնել հիվանդությունները, օգնում է մեքենաներին վարել առանց վարորդի ու նույնիսկ կարող է ստեղծել երաժշտություն և նոր գաղափարներ։ Եթե համակարգիչը կարող է մտածել, ինչ կլինի հետո, կփոխարինի մարդկանց, թե կօգնի նրանց։ Իրական պատասխանը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք այն օգտագործում։ Եթե այն դառնա գործիք, մարդկանց կյանքը հեշտացնելու համար, դա հիանալի է, բայց եթե այն օգտագործվի սխալ ձևով, կարող է վտանգավոր դառնալ։ Արհեստական բանականությունը դա ոչ թե ապագան է, այլ արդեն ներկան։ Եվ ամենակարևորն այն է հասկանալ այն, ոչ թե վախենալ։ Բաժանորդագրվիր Al Universal ալիքին